թմրանյութերի շրջանառությունը, կիրառությունը շատացել է ու ակտիվացել է։ Մեկ-մեկ շատ է ուռճացվում ուղղակի, որ դպրոցներում է հասանելի եւ այլն։ Ծնողը բոլոր միջոցներով փորձում է պատժել իր երեխային։ Տարբեր թմրամիջոցներ ազդում են մարդու գլխուեղի տարբեր թիրախ համակարգերի վրա։ Մոտ 40%-ը ոչ թե հետերոսեքսուալ ճանապարհով է վարակվել միավոր, այլ ասեղի միջոցով։ Իսկ դա ահռելի թիվ էր։ Կարա մահվան երգով ուղղակի գերդոզավորում առաջանա տվյալ անձի մոտ։ Հալավ մի անգամ փորձել է, այդ ինչ պետք է աներ մի անգամ փորձել։ Դե այդ մեկ անգամ փորձելը բերելու է, որ ինքը երկրորդ անգամ է ցանկություն ունենա փորձելու։ Դենց տանը նստած մեկ էլ մարդը մի օր չի մտածում, ասի գնամ թմրամիջոց գործածեմ, կողքից են ասում, էլի։ Ժողովրդի լեզվով ասում են դեղի տակ մնաց։ Ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում այս դեպքում։ Այդ անկանխատեսելի է։ Սնվելուց էլ է։ Օրինակ էլի համակարգչի առաջ կամ կազինո խաղում կամ համակարգչի առաջ նստած, դա արդեն հիվանդագին գործընթաց է։ Մի գեղեցիկ օր ինքը հասկանալա, որ էլի է ուզում ալկոհոլ գործածի, այդպես տանը մանակ փնտրելու է, այդ արդեն պաթոլոգիկ հակումն է ձևավորվել։ Մենք ասում ենք դու քո լիմիտը խմել ես արդեն։ Ոնց է կազմակերպվում պացիենտի այդ բուժման process-ը։ Ինքը պետքա մեզ ապացուցի, որ ինքը սթափ ապրում։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում այսօր խոսելու ենք կախվածություններից։ Իմ հյուրը կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն է։ Բարև ձեզ, դոկտոր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Լավ, շնորհակալություն։ Վերջին ժամանակները շատ է շահարկվում տեսակետը, որ թմրանյութերի շրջանառությունը, կիրառությունը շատացել է ու ակտիվացել է։ Ձեր վիճակագրությունը այս կապակցությամբ։ Մեր ունեցած ստատիստիկան չի արտահայտում այն պատկերը, որ կա։ Թմրամիջոց գործածող շատ մարդիկ իրանք դուրս են մնում թե առողջապահական համակարգի տեսադաշտից, այսինքն չեն դիմում բժշկական օգնություն ստանալու, եւ դուրս են մնում նաեւ իրապահ մարմինների տեսադաշտից։ Ու պատկերացրեք, այս հաշվառումը, որ ես հիմա ասեմ, դա 24 թվականի վերջի դրությամբ 7800 անձ թմրամիջոց գործածող մեր հանրապետության նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցներով պայմանավորված հաշվառված անձանց թվաքանակն է։ Անչափահասների քանակը այդ 7800-ի մեջ ընդամենը 7 հոգի է։ 18 տարեկան հաշվառված ներկայումս ունենք 13 անձ։ Իհարկե նույնիսկ մեկ անչափահասի թմրամիջոց գործածելը արդեն լուրջ պրոբլեմ է ու մենք պետքա ասենք մտահոգվենք այդ հարցով, բայց մեկ-մեկ շատ է ուռճացվում ուղղակի, որ դպրոցներում է հասանելի եւ այլն։ Իրականում հա ունենք անչափահասներ, որոնք գործածվում, բայց այդ թվերը չէ, այտենց որ ներկայացնում են հաճախ։ Ընդ որում ասեմ, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակը ի պատիվ մեր իրավապահ մարմինների ավելի կարելի ասել վերահսկել է, քան նույնիսկ մեր հարևան երկրներում։ Մենք ունենք 4 հարևան երկիր, դա Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը։ Բոլոր 4 երկրներում թմրամիջոց գործածողների թվականակը ավելի շատ է։ Ավելի բարվոքավիճակների համեմատ նախկին խորհրդային միության երկրների։ Եթե համեմատության մեջ դնենք Ռուսաստանի Դաշնության հետ, ավելի բարվոքավիճակ է, թե մենք համեմատենք օրինակ Եվրոպական միության երկրների հետ, ԱՄՆ-ի հետ։ Բայց այս ամենը չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք ու ոչ մի գործողություն չանենք։ Իհարկե Հայաստանն էլ աշխարհի մնացած բոլոր երկրների պես չի կարող անմասն մնալ։ Աշխարհի բոլոր երկրներում է տարածվում։ Նոր թմրամիջոցներ են ստեղծվում, թմրամիջոցների գործածումն է տարածվում։ Տարածման մեթոդներն են փոխվում։ Տարածման մեթոդները դա ամենակարևորն է, այսինքն նախկինում թմրամիջոց գործածողը ինքը թմրամիջոց ձեռք էր բերում ապօրինի եղանակով անձից, անհատից, որին ինքը ճանաչում տեսնում էր։ Ու տվյալ, այսինքն թմրամիջոց իրացնող մարդը կամ վաճառող մարդը կամ թեկուզ հյուրասիրող մարդը ինքը իդենտիֆիկացվում էր, այդ մարդը կար, մարդն էր դա անում։ Հիմա թմրամիջոցների տարածման ուղիները իրականում բավականին փոխվել են ու դա իրականացվում է գերազանցապես համացանցային հավելվածների միջոցով։ Նու մեր իրավապահների համար մի քիչ դժվարություններ կային, բայց վերջերս իրանք սկսել են արդեն նույնիսկ Telegram ինտերնետային հավելվածի միջոցով թմրամիջոցների տարածման խմբեր բացահայտել։ Նու իրանց տեխնիկական զինվածությունը հազորացել եւ այլն եւ այլն։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, անչափահասներ կան, բայց մենք պետք է հասկանանք, որ մեկ-մեկ շատ են ուռճացված ներկայացնում ամեն ինչ։ Տեսեք, նշեցիք անչափահասներ, ընդամենը 7 հոգի ինչ է, եթե չեմ սխալվում, գրանցված էս մոտ, ովքեր դիմել էին բուժման նպատակով, որովհետև մշակույթը մեզանում դեռ ձևավորված չի բժշկին դիմելու եւ բուժում ստանալու։ Ծնողը բոլոր միջոցներով փորձում է պատժել իր երեխային։ Զրկել նյութական աջակցությունից, ավտոմեքենայից, երբեմն այո, կան դեպքեր տնից վռնդելու, ընդունելով դա որպես պատժման միջոց, հա, բայց իրականում ձեզ այդ մարդը ավելի շատ օգնության կարիք չունի, չպետք է դիմել բժշկին ու օգնել մարդուն բուժվել, վերականգնվել, որովհետև այդպես ավելի ոնց որ թե խթանում ենք այդ վիճակը, սխալ եմ։ Չէ։
Ես իհարկե համաձայն եմ ձեր հետ, որ մեր վիճակագրական տվյալները չեն արտահայտում իրական պատկերը, նաև անչափահասների հարցում։ Իհարկե ես չեմ կարծում, որ մեր երկրում 7 անչափահաս է թմրամիջոց գործածում, ցավոք սրտի։ Ինչ վերաբերում է կուլտուրային, մեր մշակույթին, դա գիտեք ոնց ընդհանրապես բժշկական հաստատությունները դիմել, ընդհանրապես հայ ժողովրդի մեջ բժշկին դիմել են, որ ասում են միջև բանը չի հասնում ոսկորի, չէ, չի դիմում։ Դե կախվածությունների դեպքում դա ավելի արտահայտված է իրականում, որովհետև մեր հասարակությունում դեռևս կան այդ կարծրատիպերը, որ թաքցնելու, չհանրայնացնելու խնդիրը, հարևանը չտեսնի, չիմանա, կամ ընկերական շրջապատը չիմանա, որ օրինակ կախված են բուժման ազգային կենտրոնում տվյալն արդեն բուժվել է կամ բուժվում է այդ ընթացքում, ու դա շատ վատ է իրականում։ Չնայած վերջին շրջանում իհարկե մի քիչ փոփոխություններ եղել են այս առումով, բայց մեկը մենք չենք հասել այն իդեալական վիճակին, երբ որ մարդը խնդիր ունենալու դեպքում հանգիստ կարա դիմի։ Ու բարելավմանը նպաստել է նաև մեր գործողությունները վերջին առնվազն 5 տարվա, սկսած նրանից, որ կենտրոնի անվանումն ենք փոխել առողջապահության նախարարամանով դեռևս 19 թվականի դեկտեմբերին, պայմաններն ենք բարելավել էականորեն, որոշակիորեն վերաբերմունքն է փոխվել նաև։ Ու այդ վերաբերմունքը ընդհանուր առմամբ է փոխել պետական մարմինների կողմից, նաև իրավապահ մարմինների կողմից է փոխվել խնդրին նայելը, չէ՞, օրինակ մինչև 2008 թիվը թմրամիջոց գործածողում էր նախատեսված էր քրեական պատիժ։ 2008 թվականին փոփոխություն իրականացվեց վարչական եւ քրեական օրենսգրքերում եւ ինքը դադարեց քրեական հանցագործություն լինել, այլ դարձավ այսպես ասած վարչական պատժի արժանի արարք։ Մարդուն դիտարկեցինք արդեն որպես հիվանդ, ճիշտ եմ հասկանում։ Որպես պացիենտ կարելի ասել, որը այո, որը նպաստեց նրան իհարկե, որ դիմելությունը աճեց, այսինքն մարդիկ էլ չէին վախենում, որ իրանք կդատվեն, կնստեն։ Այսինքն հստակ կարող ենք ասել, որ այս պահին գաղտնիությունը ապահովում ենք մարդուն։ Ահա, հիմա հաջորդը գաղտնիությունն է։ Մեր օրենսդրությամբ թե բժշկականության սպասարկման մասին օրենքով, թե մեր ոլորտի վերաբերյալ իրավական ակտերով կոնֆիդենցիալությունը կամ այսպես ասած խորհրդապահությունը իհարկե մենք այսպես ասած սրբորեն պաշտպանում ենք, որովհետև հակառակ դեպքում նախատեսված է քրեական պատիժ, երբ որ դու մարդու վերաբերյալ տեղեկությունները, մարդու հիվանդությունների վերաբերյալ տեղեկությունները տալիս ես ինչ-որ երրորդ անձանց։ Քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ տալիս ենք միայն վերջին քրեադատավական օրենսգրքում փոփոխությունից հետո տալիս ենք միայն դատանի որոշման դեպքում։ Այսինքն նույնիսկ ներկայումս իրավապահ մարմինների հարցումներին մենք իրավունք չունենք պատասխանելու, եթե դա հիվանդության վերաբերյալ է, այո, չէ։ Դատանի որոշմամբ միայն նաև մենք իրավունք ունենք տալու, երբ որ տվյալ անձն է մեզ դիմում կամ ինչ-որ լիազորում է, այսինքն տվյալ պացիենտը, կամ լիազորում է իր հարազատին կամ ինչ-որ մեկի պաշտոնական լիազորագրով, նոտարով հաստատված, այդ ժամանակ տեղեկությունները տրամադրում ենք, դա կլինի էպիկրիս կամ տեղեկանք եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը մենք պահում ենք ու քաղաքացիների իրականում որևէ մտածելու խնդիր չունեն, որ կարող է իրանք մեր հիվանդանոց, մեր կենտրոն դիմելու դեպքում հայտնի դառնա իրենց տեղեկությունները այլոց։ Տեսեք, սա իրականում շատ կարևոր ինֆորմացիա է, որովհետև նույն ծնողը հարազատը, ով պետք է դիմեր իր հարազատի համար կամ ծնողը որդու աղջկա համար նաև ինչու՞ չէ, որովհետև վերջերս տարածվել է նաև կանանց աղջիկների շրջանում, չէ, թմրանյութերի կիրառումը, կարող է մտավախություն ունենալ, որ մի փոքր այսպես տնավարի ասած ինքը իր երեխային հանձնում է իրավապահ մարմիններին, այսինքն այս դեպքում այդ մտավախությունը ոնց որ փարատում ենք մարդկանց մոտ, որ մենք դիտարկում ենք ձեր հարազատին, ձեր որդուն որպես պացիենտ, պետքա դիմել ուղղակի օգնել այդ մարդուն բուժվել խնդրից եւ ապրել ու վայելել կյանքը։ Այս մեսեջը ինձ թվում է չափազանց կարևոր է։ Իհարկե, մենք իրականում մենք ահագին դրա համար աշխատել ենք ու հիմա աշխատում ենք, որ այո, մարդկանց մոտ վերաբերմունքը փոխվի, բայց դա իրական թվերով էլ է երևում։ Ու դանդաղ, բայց իրականում հա այդ բարելավումները նպաստում են նրան, որ դիմելությունը ավելանա։ Այսինքն վստահություն առաջանում մարդկանց մոտ աստիճանաբար, դա իհարկե եմ կրկնում մեր առողջապահության նախարարության աջակցությամբ եւ մեր կենտրոնի բոլոր աշխատակիցների շնորհիվ մեր նվաճումն է, որ մեր քաղաքացիների մոտ կենտրոնի նկատմամբ վերաբերմունքը էականորեն փոխվել է։ Ու կշարունակենք իհարկե, որ ավելի շատ փոխվի։ Այստեղ մի փոքր բաց ունենք, անդադ իրավապահ մարմինների այսպես պայքարի մասին է խոսվում, թմրանյութերի տարածման շրջանառության դեմ, բայց դաստիարակչական է, այդ մեսեջները մի տեսակ մի փոքր ավելի քիչ են, թե ինչպես է դա վնասում մարդուն, ինչով կարող է վնասել քեզ, այ օրինակ Բալիկ ջան, ծնողը ոնց հասկացնի, Բալիկ ջան, այս ինչ մեթոդով օգտագործելով այս նյութը դու կարող ես վնասել քեզ ու կործանել քեզ, ապրի, վայելի կյանքում ավելի լավ հաճույքներ կա, այդ մեսեջը ոնց հասկացնենք, ոնց բացատրենք այդ հանրությանը,
այդ հատկապես դեռահասին, երիտասարդին, ով դեռ հասուն չի այդքան, թե ինչքան վնաս է դա քո օրգանիզմի համար։ Այդտեղ իրականում իրավապահ մարմիններն էլ գործ ունեն անելու, նաև առողջապահական համակարգը, բայց դա ավելի շատ կրթական խնդիր է։ Բացի իր ընտանիքը երեխայի դաստիարակությամբ եւ կրթությամբ զբաղվում է դպրոցը։ Այսինքն դպրոցում է պետք եւ ընտանիքում երեխային կրթել եւ բացատրել թմրամիջոցների վտանգավոր հետևանքները, կործանար հետևանքները եւ այլն։ Դա շատ համակարգված է պետք իրականացնել, ոչ թե ինչ-որ միանվագ ակցիաներով կամ ինչ-որ միանվագ տարին մեկ անգամ ինչ-որ միջոցառումներով։ Պրակտիկա կար, մենք իրականում մեր մասնագետներն էլ հոգեբաններ, բժիշկներ, սոցիալական աշխատողներ, մենք գնացել ենք Երևանի դպրոցներ, նաև մարզային բարձր դասարանցիների հետ խոսելու մի քանի դեպք եղել է, բայց հիմնականում մենք այդ ժամանակ դա 20 թիվներ, 20 թվական, կարծեմ 21-ն էլ մենք համագործակցում էինք մի հատ կազմակերպ, միջև հիմա համագործակցում ենք իհարկե, որը կոչվում է միասին կարող ենք ու միասին կարող ենք հասարակական կազմակերպության հետ համագործակցելով մեր մասնագետները գնում էին դպրոցներ, բայց չէին առնչվում դեռահասների հետ կամ երեխաների, այլ բացատրում են թմրամիջոցների վնասների մասին, վտանգների մասին ծնողներին եւ ուսուցիչներին։ Այսինքն հավաքում են դահլիճում այս մարդիկ, մեր մասնագետները բացատրում են, որտեղ մեր մասնագետները, ասենք օրինակ կախվածությունների մասնագետը, բժիշկը կամ մեր հոգեբանները, իրանք հանրակրթության մասնագետներ չեն ու իրանք չեն կարող պարզապես դեռահասի հետ աշխատել, իրանք այդ մասնագետը չեն։ Օրինակ հերոինային կախվածություն ունեցող պացիենտ բուժող բժիշկը չի կարող առնչվում է ինքը իր պրակտիկան կախվածություն ունեցող այդ անձի հետ առնչվում, ինքը դա չի կարա վտանգավոր է իրան, ինքը այն հմտությունները չունի մանկավարժի կամ հանրակրթության մասնագետի, որ գնա երեխաներին բացատրի։ Դա պետք է անեն իհարկե հանրակրթության մասնագետները եւ մանկական կամ դեռահասային հոգեբանները։ Հիմա դու երեխաներին, որ գիտությունը զարգանում է, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, ինֆորմացիայի այս փոթորկային այս վիճակի մեջ, դու չես կարա մի անգամ ուղակի մարդուն ասես թմրամիջոցը վնաս է, այդ աճող երեխային, որը ամեն ինչ գիտի, չէ, համացանց մտնում եւ ամեն ինչ տեսնում է։ Դու երեխան չես կարող ասես, քեզ չի կարելի պարզապես կամ ինքը վատ բան։ Այ հենց դրանն էր էլի խոսքը։ Պետք է բացատրես իրան։ Պետք է բացատրես հետևանքները, բայց մանկավարժի լեզվով։ Այսինքն դա հանրակրթության մասնագետը պետք է դա բացատրի, որը ունի հմտություններ երեխայի հետ առնչվելու, երեխայի հետ էֆեկտիվ առնչվելու։ Անդադ խոսում ենք, ասում ենք, թմրամիջոցները վնասում են օրգանիզմին, մարդուն գցում են կախվածության մեջ եւ կործանում նրան։ Գուցե ասես մի քիչ գիտականորեն, հա, բժշկական տեսանկյունից բացատրի մարդու օրգանիզմում ինչ է տեղի ունենում դրանից։ Այդ բոլոր նյութերին հավաքականորեն մենք ասում ենք հոգեներգործուն նյութեր։ Նույն ալկոհոլը ինքը համարվում է հոգեներգործուն նյութ։ Նույնիսկ բժշկական պրակտիկայում կիրառող որոշակի դեղամիջոցներ կան, հատկապես հոգեբուժական, մեր պրակտիկայում նաև նյարդաբանական, անեսթեզիոլոգիական պրակտիկայում որոշակի կիրառող դեղեր կան, որոնք ունեն հոգեներգործուն ազդեցություն։ Թմրամիջոցները նույնպես հոգեներգործուն նյութեր են, ուղղակի թմրամիջոցների կախվածություն առաջացնելու պոտենցիալը շատ անգամ բարձր է, քան օրինակ նույն ալկոհոլինը։ Ալկոհոլն էլ չարիք, իհարկե սա չի ենթադրում, որ ալկոհոլը լավ բան է։ Բայց իրանք տարբեր են շատ տարբեր միացություններ են, տարբեր խմբեր, որոնք առաջնահերթ ազդում են մարդու գլխուեղի վրա։ Ընդ որում տարբեր թմրամիջոցներ ազդում են մարդու գլխուեղի տարբեր թիրախ համակարգերի վրա, դրանով էլ պայմանավորված տարբերվում է իրանց ազդեցությունները մարդու վրա։ Օպիոիդները ազդում են մարդու գլխուեղում էնդորֆինային համակարգի վրա։ Վերջերս Հայաստանում ցավոք սրտի տարածված հոգեխթանիչները, մասնավորապես մետամֆետամինը, ազդում է մարդու դոֆամինային համակարգի վրա։ Տարբեր են։ Մարիխուանան կամ մարիխուանան պարունակվող տետրահիդրոկանաբինոլը THC շատ հայտնի, ինքը ազդում է մարդու գլխուեղում գտնվող CB1 կանաբինոիդային 1 ընկալիչների վրա։ Ու այս ընկալիչների եւ այս թիրախ համակարգի վրա ազդեցությամբ, իրանց ազդեցությամբ պայմանավորվում է մարդու հետագայում առաջացող հոգեվիճակը։ Իր տրամադրության փոփոխությունը, օրինակ մետամֆետամինը չի հոգեխթանիչ համարվում։ Ինքը ազդելով դոֆամինային համակարգի վրա մարդու կենտրոնական նյարդային համակարգը ակտիվացնում է։ Դա բերում է նրան, որ մարդու մոտ որոշակի նաև ֆիզիկական ակտիվություն առաջանում, խթանված վիճակ, այսպես ասած։ Ինչու մարդուն դուր է գալիս։ Այսինքն դրա համար ցավոք որոշ շատ ծանր թմրամիջոց է մետամֆետամինը կամ այդ հոգեխթանիչները, իրանք առավելապես տարածված են որոշակի գիշերային ակումբներում, ինչ որ ապարելու ժամանակ եւ ինքը ակումբային, այսպես ասած, թմրամիջոց է։ Ի տարբերություն օպիոիդների, քիչ առաջ որ ասացի, որոնք
մարդուն չեն ակտիվացնում, հակառակը։ Թմրեցնում են։ Թմրեցնում են, կարելի է տենց ասել։ Այդ վիճակները բոլոր իրարից տարբեր են, դա թմրամիջոցներն էլ տարբեր են, բայց թմրամիջոցներին մի բան է միավորում, որ իրանք շատ արագ մարդու մոտ կախվածություն են առաջացնում եւ հետագայում իհարկե կործանար հետևանքներ են թողում։ Կախվածություն համախտանիշը շատ արագաձև է, բայց բացի կախվածություն համախտանիշը այնտեղ այլ բարդություններ եւ խնդիրներ են առաջանում։ Նույն օպիոիդները սովորաբար կիրառվում են ներարկային եղանակով, այսինքն ներարկիչի միջոցով են գործածվում, որը իհարկե հետագայում բերում է մարդու մակերեսային անոթների խնդիրների ու ոչ միայն մակերեսային, շատ տարածված է դա արամիջոցով փոխանցող վարակների տարածում, հատկապես հիմա ահագին փոխվել է, հատկապես օրինակ երբ որ նույն ներարկիչն են գործածում մի քանի հոգով, չէ, մեկի մոտ օրինակ կա վիրուսային հեպատիտ C կամ միավ, շատ արագ տարածվում է դա։ Դա շատ տարածված էր առաջ քրեակատորական հաստատությունում առաջ, երբ որ ներարկիչ չէին կարողանում, բայց թմրամիջոց կա, բայց ներարկիչ չկա, ասենք մի ներարկիչով մի քանի հոգի։ Սա էլ մի ուրիշ չարի։ Այո, ՁԻԱ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ստատիստիկաները ասենք մի 15 տարի ցույց էր տալիս, որ մոտ 40%-ը ոչ թե հետերոսեքսուալ ճանապարհով վարակվել միավով, այլ ասեղի միջոցով։ Իսկ դա ահռելի թիվ էր։ Նույնը վերաբերում է իհարկե մեկ այլ արամիջոցով փոխանցող վարակի, դա հեպատիտն է իհարկե, որը շատ ավելի տարածված է թմրամիջոցների ներարկային գործածողների մոտ, քան նույնիսկ միավը։ Այսինքն բացի բուն թմրամիջոցի ազդեցությունից, վատ ազդեցությունից բազմաթիվ են դրանք այլ խնդիրներ։ Սենց ասեմ, իրականում որևէ օրգան համակարգ չկա, որ չտուժվի։ Մենք պետք է հասկանանք, որ դա թույն է, ու ես առաջին ասեցի, ինքը առաջներ կազմում մարդու գլխուեղի վրա, բայց ինքը ազդում է նաև սիրտանոթային համակարգի վրա, ազդում է մեր շնչական համակարգի վրա, հատկապես եթե թմրամիջոցը գործածվում է ներշնչման միջոցով կամ ծխելու միջոցով, ինքը իհարկե ազդում է նաև շատ կարևոր իր փոխանակությունը ամբողջությամբ ընդհանուր մարդու լյարդում, ինքը լյարդի համար է թունավոր։ Ու մենք շատ հաճախ տեսնում ենք թմրամիջոցների գործածման արդյունքում նույնիսկ ալկոհոլի, չէ, ալկոհոլային հեպատիտ առաջանում մարդու մոտ, վերջում ալկոհոլային կախվածություն ունեցող պացիենտների մի շատ մեծ մաս մահանում է լյարդի ցիրոզից։ Նույնը վերաբերում է թմրամիջոցներին։ Այսինքն կարող ենք պնդել, որ օրգան համակարգ չկա, որ չտուժի։ Այս առողջության հետ կապված ինչ որ վնասները ու շատ իհարկե ամբողջությամբ չասեցի։ Դե պատկերացրեք թմրամիջոց հայթայթելը, թմրամիջոց գնելը, թմրամիջոցի այդ շրջանառության մեջ լինելը, դա ապօրինի գործունեություն է, որովհետև թմրամիջոցները մեր օրենքներով արգելված են։ Ու երբ որ մարդը ձեռք է բերում նույնիսկ կամ վաճառում կամ իր մոտ պահում որոշակի քանակների դեպքում, իր այդ դեպքում արդեն հայտնվեց հանցավոր շղթայի մեջ։ Ինքը արդեն հանցավոր ակտիվություն է, որի արդյունքում իհարկե մի օր, ինչքան էլ ինքը փորձի չերևալ, մի օր ինքը հայտնում է իրավապահ մարմինների տեսադաշտում եւ հայտնվում է որևէ քրեակատորական հիմնարկում։ Պարզավոր կործանվեց։ Բայց ամենակարևոր բանը մոռացես ասեմ, նու երևի դա պետք է առաջինը նշեի, դա թմրամիջոցներից առաջացող ինտոքսիկացիան է, սուր ինտոքսիկացիան կամ այլ կերպ ասած գերդոզավորումը, հնարավոր մահվան ելքով։ Երբ որ մարդը թմրամիջոց է գործածում, հատկապես փողոցային թմրամիջոցների դեպքում մարդը չգիտի դրա մեջ կոնկրետ մաքուր թմրամիջոցի ինչքան է կամ էլ ինչ նյութեր կան եւ այլն։ Վերջում գործածում են, հատկապես սա ավելի շատ ամփորձներին է բնորոշ, կարա մահվան ելքով ուղղակի գերդոզավորում առաջանա տվյալ անձի մոտ։ Այս էլ մեկ այլ շատ կարևոր վտանգ, ու մենք կորցրենք ուղղակի այդ մարդուն։ Թմրամիջոցների եւ նաեւ մնացած բոլոր հոգեներգործող նյութերի գործածման դեպքում մարդը կործանվում է սկզբից, սենց ասեմ ավելի մատչելի բառերով էլի, կներեք իհարկե, սկզբից հոգեպես ու բարոյապես, հետո նաև ֆիզիկապես։ Տեսեք, մեկ անգամ փորձելու այդ գայթակղությունը, հետաքրքրությունը կարող է վճռորոշ լինել մարդու համար, թե կախված է օգտագործվող նյութի տեսակից կամ օրգանիզմից, այս մասին կուզեմ մի փոքր տեղեկացնենք։ Դե իհարկե ճակատագրական կարա լինի, դե քիչ առաջ ասացի, այդ առաջին անգամ գործածումը կարա բերի նախ գերդոզավորման։ Դե չէ, կա, չէ, մի բան ասում, հալավ մի անգամ փորձել է, այդ ինչ պետք է անել մի անգամ փորձել։ Դե այդ մեկ անգամ փորձելը բերելու է, որ ինքը երկրորդ անգամ է ցանկություն ունենա փորձելու, որ այդ առաջացած էֆեկտը թմրամիջոցի նորից զգա։ Այսինքն ինչ որ ես միշտ ասում եմ, այս բառը ինչ որ տաբու ջարդվեց արդեն, այսինքն այդ մարդը մի ինքը շատ լավ հասկանում որ դա չի կարելի կամ անթույլատրելի, ինքը իրան վնասում է, անթույլատրելի գործողություն է, ինքը այդ քայլ արեց,
արդեն հաջորդ քայլերը ավելի հեշտ անելու։ Դա բերում է նրան, որ արդեն դու հայտնվում ես այն համայնքում կամ այն մարդկանց շրջապատում, միջավայրում, դու արդեն հայտնվել ես այդտեղ, որովհետև քեզ խորհուրդ են տվել, որ դու դա գործածես, էլի։ Դենց տանը նստած մեկ էլ մարդը մի օր չի մտածում, ասի գնամ թմրամիջոց գործածեմ, կողքից են ասում, էլի, հասկանում եք, իր ինչ որ ընկեր կամ ինչ որ մեկը, որ ընկեր չի вообще, ուղղակի դա շատ արագ է տեղ ունենում, ինքը չի կարողանում հասկանալ, ես ոնց ստացվեց, որ ինքը մի օր արտանում առավոտյան, ինքը հասկանում է, որ ինքը հիվանդագին հակում ունի արդեն թմրամիջոցի նկատմամբ։ Իրան պետք է անպայման չէ սովորաբար այդ մարդիկ, որ արդեն կա կախվածությունը ու պետքա բոլորը գիտակցում են, կարող է չասեն, իհարկե շատ դժվար են ընդունում, շատերը շուտ են ընդունում, դա անհատից է կախված ուղղակի։ Բայց իրանք արդեն մարդը ինքը առաջինն ինքն է հասկանում, որ ինքը արդեն ունի կախվածության համախտանիշ, որովհետև ինքը առավոտյան արտանում է, կներեք, ու հասկանում է, որ իրան պետք է, ինքը ուզում է դա։ Լինում է, որ կամավոր դիմեն ձեզ, որ օգնեք իրենց, թե անպայման ինչ-որ խթան պետք է լինի։ Չէ, մենք իրականում Օրինակ հարազատնա բերում կամ չէ հայրը, մայրը ձեռքից բռնած բերում են։ Սովորաբար իրանց ընկերների կամ մերձավորների խորհրդով կամ իրանց, այսպես ասած, ընկերակցությամբ են գալիս մեր կենտրոն դիմելու։ Լինում են իհարկե անհատներ, որոնք իրանք են գալիս, բայց ել եմ կրկնում, երբ որ մարդը մեր հաստատություն դիմում է, հիմնականում գերազանցապես իհարկե դիմում են, երբ որ արդեն իրանք հասկանում են, որ պետք է դիմեն, այլ տարբերակ չկա, ասենք, այսինքն այդ վաղ փուլում դիմելու պրակտիկան մեր մոտ ցավոք սրտի քիչ է, էլի։ Այս դեպքում բուժումը բնականաբար ավելի արդյունավետ կլինի։ Վաղ դեպքերում դիմելու դեպքում միանշանակ իհարկե։ Իսկ նույնիսկ այդ ուշ փուլերում դիմելու դեպքում կարողանում եք օգնել մարդուն։ Մենք պետք է հասկանանք, որ թմրամիջոցներից կախվածությունը դա առհասարակ կախվածությունը, դրանք քրոնիկական հիվանդություններ են։ Այսինքն միշտ հավանականություն կա, այսպես ասած, ռեցիդիվի կսրացման կամ թմրամիջոցների գործածման վերսկսման։ Նույնը վերաբերում է օրինակ շատ հասարակ նիկոտինային կախվածությանը, չէ՞, մարդը կարող է 2 տարի չծխի, զերծ մնա, բան, մեկ էլ մի օր մի հատ ծխի ու վсё արդեն տուփով սկսի առնել։ Նույնը վերաբերում է ալկոհոլային կախվածությանը։ Դե մենք ամեն ինչ անում ենք, իրականում հա վերջին տարիներին այդ մեր հաստատությունում մեր ծառայությունում իրականացված բարեփոխումները բերել են նրան, որ իհարկե նաև արդյունավետությունն է բարձրացել։ Խոսեցինք այսպես տարբեր շերտերի վրա ազդելու, հա, թմրամիջոցների ֆիզիկական, հոգեկան, կա չեն, որ հոգեկան խանգարում են ստանում, իրականում էլի կներեք, բայց ժողովրդի լեզվով ասում են դեղի տակ մնաց։ Ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում այս դեպքում։ Թմրամիջոցների տեսակներ կան ու հիմնականում բոլորն էլ ունակ են դա առաջացնելու, դա դե ասեցի չէ, մարդու գլխուղեղի վրա առաջին ազդում։ Իհարկե փսիխոզներ առաջանում են, թե սուր փսիխոզներ անցողիկ ելքով ու մարդը հայտնում է հոգեկան առողջության կենտրոնում, արդեն լինում են դեպքեր, որ մեր կենտրոնը, քանի որ ինքը փակ հաստատություն չի, մարդիկ, ովքեր հոգեկան խանգարում ունեն, սուր փսիխոզ ունեն ու հնարավոր է շրջապատի համար վտանգավոր լինի կամ ինքը իր համար վտանգավոր լինի, մեր կենտրոնում հնարավոր է, որ մենք չկարողանանք պահել եւ ստիպված ուղեգրում ենք կամ ուղղորդում ենք արդեն հոգեկան առողջության կենտրոն ավելի խիստ պայմաններում մնալու։ Այո, հոգեկան առողջության խնդիրներ եւս առաջանում են, հոգեբուժական խնդիրներ, դրա համար մենք 21 թվականին առողջապահության նախարարի հրամանով ստացանք արտահայտության հոգեբուժական ծառայություն իրականացնելու լիցենզիա։ Այդ հոգեբուժական ծառայությունը ստեղծելու նպատակներից մեկը այն էր, որ ցավոք վերջին տարիներին Հայաստանում տարածված այս հոգեխթանիշները կամ սինթետիկ կանաբինոիդները շատ հաճախ առաջացնում են նաև հոգեկան խնդիրներ ու մենք մեր պրակտիկայում բախվում ենք նաև հոգեկան առողջության խնդիրների։ Մեկ անգամ օգտագործելուց կարող է լինել, թե շարունակաբար։ Չէ, իհարկե մեկից էլ կարող լինի, միանշանակ։ Այդ անկանխատեսելի է։ Դա կանխատեսելի չի երբեք, որովհետև թմրամիջոցի ազդեցություն դու երբեք չես կարող կանխատեսես։ Եթե թմրամիջոցներից խոսելուց ասում ենք, որ մարդու մոտ տեղի ունենում օրգանական փոփոխություն, այդ ֆիզիոլոգիական փոփոխություններ, ապա այս խաղամոլության դեպքում կարծում եմ հոգեբանական է, թե սխալվում եմ ուղղակի, ո՞նց է օգնում մարդուն։ Այս process-ի հիմքում էլ անգած ֆիզիոլոգիա, միջնորդանոթերի մակարդակով։ Օրգանական, եթե մարդը գնա գլխուղեղը հետազոտի իրա, MRT անի կամ չգիտեմ, այլ հետազոտություն անցկացնի, օրգանական ոչ մի բան դուք չեք տեսնել, բայց միջնորդանոթերի մակարդակով իհարկե փոփոխություններ լինում են։ Ավելանում, պակասում, դոֆամինային համակարգում եւ այլն։ Դա էլ դրդում է մարդուն նորից խաղա։ Էդ էլ է դրդում։ Կորցրածը վերականգնելն էլ երկու բան գումարվում են իրար։ Խաղերի դեպքում, եթե թմրամիջոցների կամ նույն ալկոհոլի դեպքում մարդը ֆիզիկապես սկսում է հյուծվել, սկսում է ֆիզիկական խնդիրներ ունենալ իր
բարդություններ են առաջանում, առողջական խնդիրներ են առաջանում։ Սա լրացուցիչ դրդում է, որ ինքը դիմի բուժման։ Խաղային խնդիրների դեպքում ինքը ֆիզիկական խնդիրներ չի ունենում։ Ու դրա համար դա իրանց դիմելությունը իհարկե ավելի քիչ է լինում, էլի։ Սա սրանով էլ է պայմանավորված, որ քիչ են դիմում։ Ոչ պակաս խնդիր են հիմա իրենցից ներկայացնում համակարգչային խաղերը։ Այն որ առաջին հայացքից անվնաս է թվում, երեխաները նստած են, խաղում են, այս որ փուլում է արդեն վերածվում էլի կախվածության, ոնց է ցուցիչը։ Երբ որ այս զբաղմունքը դառնում է դոմինանտ մարդու կյանքում, երբ որ ինքը իր բոլոր զբաղմունքներն ու հետաքրքրությունները թողում է մի կողմ, սկսած ընտանիքից ավարտած իր կրթությամբ, աշխատանքով, իր ամբողջ օրը տրամադրում է կամ օրվա հիմնական մասը տրամադրում է այդ գործողությանը։ Նույնիսկ սնվելուց էլ է, օրինակ, էլի համակարգչի առջև կամ կազինո խաղում կամ համակարգչի առջև նստած, դա արդեն հիվանդագին գործընթաց է։ Խոսեցինք թմրամիջոցներից, խաղերից կախվածությունից, ոչ պակաս կախվածությունը, ալկոհոլային կախվածությունը, ինչքան էլ մենք ալկոհոլը հասարակությունս այլ կերպ ենք ընդունում, նրանք մեր համար խրախճանքների, խնջույքների ժամանակ, այսպես շատ գեղեցիկ կարողակարգեր են, բայց որոշ անհատների համար սրանք արդեն դառնում են չարիք։ Այդ որ փուլից ու ինչպես է դա ձևավորվում։ Ի տարբերություն թմրամիջոցների կախվածության համախտանիշ ուշ է ձևավորվում։ Դա կարող ամիսներ տևի, տարիներ տևի, նայած մի քիչ անհատակ էլի մարդու օրգանիզմի առանձնահատկություններով է պայմանված։ Պայմանված է ալկոհոլ գործածելու չափից, ձևից։ Մի գեղեցիկ օր ինքը արթնանալու է արդեն, ոչ այնքան արագ ոնց որ թմրամիջոցների դեպքում, բայց ասենք մի գեղեցիկ օր ինքը հասկանալու է, որ էլի է ուզում ալկոհոլ գործածի, այտենց տանը մանա, փնտրելու է, այդ արդեն պաթոլոգիկ հակումն է ձևավորվել։ Դրանից հետո մի քիչ էլ անցնելա մի օր արտանալով տեսնի ձեռքերի դող ունի ինքը արդեն, որ ալկոհոլային աբստինենցիա զարգացել է մոտ։ Պետք է մի հատ խմի, որ այդ ձեռքերի դող անցնի, կանա աշխատանքի գնա։ Լինում է դեպքեր, երբ որ մարդը մի քանի օր շարունակ ալկոհոլ է գործածում, մեծ քանակներով, ասենք տանը, իրանց սովորաբար մենակ։ Հետո մի օր մի հատ պահ է գալիս, երբ որ ինքը գիտակցված կամ դադարեցնում է գործածելը։ Լինում է, բայց այդպես գիտակցած դադարեցրեց ու նախնական փուլերում լինում է։ Կամ էլ գիտեք ոնց, կամ էլ օրգանիզմը հյուծվում է, ինքը այլևս ունակ չի լինում ալկոհոլ գործածելու, օրինակ, դա այդ քրոնիկ թունավորումն է, օրեր շարունակ թունավորվել է, երբ որ ասենք իր մոտ օրգանիզմը ալկոհոլ չի ընդունում, իսկ սխումներ են առաջանում եւ այլն, այդ ժամանակ ինքը արդեն ստիպված է դադարեցնում ալկոհոլի գործածումը։ Սովորաբար դրանից անմիջապես հետո զարգանում աբստինենտային համախտանիշ, ալկոհոլային զրկանքի համախտանիշը, ու այդ ժամանակ բավական ծանր ժամանակահատված է, բայց այս դեպքերում են մեզ դիմում արդեն աբստինենցիայի շրջանում։ Մենք ասում ենք դու քո լիմիտը խմել ես արդեն։ Դու էլ չես կարող խմես։ Դու պետք է հասկանաս, որ քեզ էլ չի կարելի, որտեվ ուժումից հետո կամ ալկոհոլի գործածումը դադարեցնելուց հետո նույնիսկ եթե 4-5 տարի ինքը չխմեց, 1 գավաթ խմելուց հետո 90% դեպքերում ինքը շարունակելու է։ Իր մոտ էլի սրանալու է եւ սկսելու է ինքը նորից այսպես ասած իր մոտ մենք ռուսերեն բառով ենք ասում, որտեղ հայերեն դրա թարգմանությունը մի քիչ զապոյի մեջ է մտնել, այսինքն ինքը էլի սկսելու է գործածել։ Կա ալկոհոլի գործածման, ալկոհոլի չարաշահան մեկ այլ տեսակ, դա այսպես ասած այդ ամենօրյա գործածումն է, բայց քիչ քանակներով։ Դա ալկոհոլային կախվածությունն է, որտեղ ալկոհոլը իր մշտական ուղեկիցն է։ Այս մարդիկ սովորաբար ավելի պահպանված են լինում։ Իրանք կարողանում են այսպես ասած իբր իրանց կոնտրոլ անել ինչ-որ իմաստով, բայց սենց ասեմ, ինչքան կոնտրոլ անեն իրանց հաստատությունը վստահաբար գիտեն, որ տվյալ հիմնարկում այդ մարդը անդադ խմում է, որովհետև հատկապես եթե մի քանի հոգի այդպես վայրերում աշխատել եմ ժամանակին որոշակի, երբ որ քո գործընկերը իր դարակի մեջ այդպես պահում է, ասենք մեկ էլ քեզ էլ հրավիրում է, մի բաժակ չխմենք, ասենք ոտի վրա, ասենք էլի այդպես։ Ոնց է կազմակերպվում պացիենտի այդ բուժման process-ը։ Մենք ունենք արտահիվանդանոցային բաժանմունք կամ ծառայություն, որտեղ տեղամասային նարկոլոգներն են, ամեն մի տեղամասային նարկոլոգի ունի իր տարածքները։ Ասենք մալացիայինը մի բժիշկ կա, այն մեկը արաբկինը մի բժիշկ կա, նաև մարզերը, եթե մարզերից են գալիս։ Կցված է այդ տարածքները իրանց, այդ տարածքի պացիենտին արդեն տվյալ բժիշկը իր բաժանմունքի կամ ծառայության ղեկավարը հետ միասին, իհարկե ծառայության ղեկավարը ամեն ինչ վերահսկում է, միասին իհարկե որոշում են այդ պացիենտի հետագան։ Ավելի ծանր դեպքերում նաև արտահիվանդանոցային բաժանմունքից պացիենտ ուղեգրվում է ստացիոնարային բաժանմունք, որտեղ նորմալ պայմաններ ենք մենք ստեղծել, առաջ շատ վատ էին պայմանները, հիմա արդեն ստացիոնարում սկսում է բուժվել պացիենտը, իր հետ սկսում են աշխատել։ Հնարավորինս լավ հետազոտություններ ենք իրականացնում, դա
Նեղ մասնագետների կոնսուլտացիաներն են նյարդաբան, սրտաբան, սոնոգրաֆիա են կանում պարտադիր։ Ամբողջ հագեցվածությունը։ Այո, նաև հա, բոլորը նոր են։ Մեր կահավորումը, մեր բժշկական սարքավորումները առողջապահության նախարարության շնորհիվ իհարկե։ Մենք ունենք նաև վերազինված կլինիկական տոքսիկոքիմիական լաբորատորիա, որտեղ մենք երկու գործառույթ ենք իրականացնում հիմնական։ Մեկը տոքսիկոքիմիական հետազոտություններն են մարդու կենսամիջավայրում թմրամիջոցների կամ այլ հոգեներգործությունների հայտնաբերման գործընթացը։ Լաբորատորիայի մյուս հատվածը զբաղվում է մեր պացիենտների կլինիկական հետազոտություններով, արյան, մեզի, այսինքն կենսաքիմիական հետազոտություններ ենք իրականացնում, հեմատոլոգիական հետազոտություններ, բայց այստեղ արդեն պացիենտների։ Բոլոր պացիենտների դեպքում սա իրականացվում է։ Իդեպ, ուզում եմ ասեմ, որ մեր սոցիալ-հոգեբանական ծառայությունը, որը ներդրվել է մեր կենտրոնում 2020 թվականին, մենք ունենք 4 հոգեբան, 2 սոցիալական աշխատող, մեր սոցիալ-հոգեբանական աշխատակիցների թիմը պարտադիր բոլոր պացիենտներին առաջարկում է իրենց օգնությունը։ Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, ամեն մեկը իր մասով։ Ու sense թիմային աշխատանք է իրականացվում։ Կներեք, մարդը բուժվեց եւ վերադարձավ իր բնականon կյանքին, թե մշտապես մնում է ձեր հսկողության տակ։ Ինչպես է ձևավորվում։ Շատ անհատական է իրականում, շատ տարբեր է։ Մենք իհարկե տվյալ անձանց հաշվառում ենք ու պացիենտի հաշվառումից դուրս գալու գործընթացը ենթադրում է բժշկական դիտարկում։ Ու իրանք, այսպես ասած, այցելում են մեր էլի արտահայտանոցային բաժանում կամ ծառայություն դիսպանսերային բաժանում, այսպես ասած, որտեղ իր տեղամասային բժիշկը իր դիտարկումն է իրականացնում, թե թմրամիջոցներից կախվածության դեպքում, թե ալկոհոլի։ Այդտեղ պարտադրանք չկա, այդտեղ հարկադրաբար մենք չենք անում, եթե ուզում է տվյալ անձը բժշկական դիտարկում ասի եւ հաշվառումից դուրս գա, ինքը պետքա մեզ ապացուցի, որ ինքը սթափ ապրում որոշ ժամանակ։ Շնորհակալություն ձեզ այսքան ինֆորմացիա մեզ տրամադրելու համար։ Հուսով եմ, որ մարդիկ կօգտվեն այս առաջարկից, հա, իրենց ձեռք բերած կամ չգիտեմ, եթե կյանքում այդպես է ստացվել, իրենց մոտ ձևավորվել է որևէ կախվածություն, ապա դա դատավճիռ չի, դիմեն ձեզ եւ փորձեն վերականգնել իրենց կյանքի բնականon ընթացքը։ Անչափ շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ այս հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Զերծ մնացեք ցանկացած տեսակի կախվածությունից, եթե նույնիսկ այն ձևավորվել է ձեզ մոտ, ապա դիմեք մասնագետներին։ Կյանքը կարճ է, ապրեք հանդիարժեք։